Գորաշկն ամեն օր ուղերձների շարք։ Ի՞նչն է քեզ անհանգստացնում։ Այսօր ուղերձների նոր շարք ենք սկսում, որը կրում է «Ազատվել տագնապի զգացողությունից» անվանումը։ Այն հիմնված է իմ սիրելի աստվածաշնչյան խոսքերից մեկի՝ Փիլիպպեցիս 4:6-7 խոսքերի ուսումնասիրության վրա։ Սիրելի՛ բարեկամ, աղոթում եմ, որ Տիրոջ Խոսքի շնորհիվ և Սուրբ Հոգու զորությամբ այս շարքն օգնի քեզ, որ ազատվես քո կյանքի բոլոր տագնապներից։ Ես հավատում եմ Աստծու զորությանը և լիահույս եմ, որ գրառումների այս շարքի օգնությամբ հավատքդ ավելի ամուր կդառնա, և դու վերջապես կհաղթես քո կյանք այցելած տագնապի, վախի ու անհանգստության մտքերին։ «Ոչնչի համար մի մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն, և Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի» Իսկ ի՞նչն է քեզ անհանգստացնում։ Ֆինանսական խնդիրնե՞րը, ուսման հետ կապված խնդիրնե՞րը, քո կամ երեխայիդ առողջությո՞ւնը, երկրի անկայուն իրավիճակը, հիվանդությունների կամ պատերազմների լուրե՞րը, գուցե ապագայի անորոշությո՞ւնը։ Հիմա ուզում եմ մեկ այլ հարց տալ քեզ. ինչպե՞ս կփոխվեր կյանքդ, եթե չանհանգստանայիր ոչ մի բանի համար։ Եվ սա ասելով նկատի չունեմ չմտածված, անհեռատես որոշումներ կայացնելը կամ ընդհանրապես անգործությանը տրվելը, այլ պարզապես ապրելը՝ չմտահոգվելով այն բաների համար, որոնք մեր վերահսկողությունից դուրս են։ Տեր Հիսուսն այնքա՜ն պարզ է սա մեզ ներկայացնում Իր Խոսքում։ «Դրա համար ասում եմ ձեզ. ձեր կյանքի համար հոգ մի՛ տարեք, թե ինչ եք ուտելու, ոչ էլ ձեր մարմնի համար, թե ինչ եք հագնելու։ Ձեզնից ո՞վ կարող է մտահոգվելով իր հասակի վրա մեկ կանգուն ավելացնել։ Սակայն Աստծու Արքայությունը փնտրեք, և այդ բոլորը ավելիով կտրվի ձեզ» (Ղուկաս 14․22-25): Դժվարություններն արտաքին երևույթներ են, մինչդեռ տագնապները ներքուստ են մեզ տանջում։ Գուցե դու էլ երբեմն ինձ նման տրվում ես մտքերիդ հարձակմանը։ Մենք տագնապները սխալ ենք ընկալում՝ իբրև բնազդ, իբրև կանխազգացում, մինչդեռ դրանք ընդամենը փորձում են մեզ փոխանցել աղավաղված իրականությունը։ Իմ ամենօրյա աղոթքներում ես խնդրում եմ, որ Տեր Աստված ազատի ինձ տագնապներից։ Առանց Տիրոջ օգնության ես անկարող եմ դա անել։ Մտահոգվելու փոխարեն ես նախընտրում եմ անել այն ամենը, ինչն իմ հնարավորության սահմաններում է։ Ես դիմում եմ Տիրոջ օգնությանը և անում այն, ինչը կարող եմ անել տվյալ իրավիճակում։ Մնացածը՝ անհնարինը, նախընտրում եմ հանձնել Աստծուն և թողել Նրա հայեցողությանը այն, ինչը ես չեմ կարող անել, քանի որ իմ հնարավորությունները շատ սահմանափակ են։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, աղոթում եմ, որպեսզի դու իսկապես կարողանաս անել ամեն հնարավոր բան քո հնարավորությունների սահմաններում, իսկ մնացածը՝ անհնարինը, թողնես Աստծուն և այլևս չմտահոգվես ու հոգս չանես դրանց համար։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։